Եղբայրը խոսեց առողջ հավատքի մասին։ Առողջ հավատքը շատ կարևոր է, ես խորը համոզվել եմ, այսքան որ ապրել եք հավատքի մեջ, առողջ հավատք ենք կառուցել մեր մեջ, Աստված է կառուցել։ Եթե մարդկորեն չես կարող կառուցել։ Ես որոշ բաներ կասեմ, հետո կհասնեմ հիմնական մտքին։ Հիսուսի նայեք մեր հավատքի առաջնորդին ու կատարողին։ Առողջ հավատքը Քրիստոս անձն է։ Ստեղծենց ագրած։ Եվրայեցիս 12 Հիսուսի նայեք մեր հավատքի առաջնորդին ու կատարողին։ Եվ ուրիշ համարել կարդամ։ Սա Եվրայեցիս 12-ն է, իսկ սա Առաջի Պետրոս 1:21-ը, որու միջոցով Աստծուն հավատացին, որ զանիկա մերեն հարուց և անոր փառավորություն տվա, որպեսզի ձեր հավատքը հույսը Աստծուն Առաջի Պետրոս 1:21, որու միջոցով Աստծուն հավատացին, այսինքն իսկական առողջ հավատքը Քրիստոսն է, ասում է այդ միջոցով ես հավատալու։ Այսօր այնքան թվակյալի հավատներ կան, այդ թվակյալի հավատները ոնց են ծնվում։ Մի քիչ այդ մասին են ասեմ, հետո կանցնեմ հիմնական կարևոր մտքին, որտեղ ես հասկանում եմ, մինչև քեզ անհավատությունը չբժշկի, քո հավատքը չի ծնվի։ Չի ստացվի։ Չի ստացվի։ Հավատքը, առողջ հավատքը Հիսուս անձն է։ Դու հավատացիր մտավ քո մեջ, հավատքով մտնում քո մեջ, հավատքով ապրել քո մեջ։ Նա դառնա քո հավատքի առաջնորդը եւ կատարողը դու չես։ Դու չես։ Դրա համար հոգևոր կյանքը պետք է սովորել 5 րոպեում չեն սովորում։ Եղբայրը որ քարոզում է, եթե 5 րոպեում պետք է այդ հավատքը դու այսօր ստանաք, նշանակում է հոգևոր մարդիկ 40 տարի Մովսեսի տանջվան, Հովսեփ կանխի տանջվան, Հակոբի կան տանջվան, Պողոսը խիտ առապավ, վրեժ եղբայր 10 տարի խիատ առապել, Դի հենց հենց չի կարուսում։ Դի լուրջ, իմի ես դի խոսեմ, այսօրվա դասը էդ պիտի, որ ինչպես է քանդում Աստված անհավատությունը։ Բոլորս որ ծնում ենք, անհավատ ենք ծնում։ Ճիշտ է, անհավատ։ Անհավատության առաջնորդը հին մարդն է։ Մի կաթիլ ջուրեր գցեցի նրա արմատներին, անհավատության հավատքը ուժեղ գործելու է, չես կարող բանալես։ Նայեք, վերեմ օրինակներ սուրբեշտանց։ Դավիթը զորավոր հավատացյալ էր սկզբում, շատ զորավոր։ Այնքան զորավոր էր, որ երեխա վախտանից Արվիսի, Արջի, Գողիաթի հարցեր լուծեց։ Դացիրա ներսի Գողիաթի հարցը չկարացել։ 40,000 զոր հաղթելա,
40,000 զոհ քաղցել է այս մարդը, 700 կար, թագավորները գալիս են, երկրպագում են այս մարդին, ասում են մեզ մի ստանի, ինչքան հարկ ասում ես կտան։ Եվ նստավ տուն չգնաց պատերազմ։ Մի կաթիլ ջուր լցվեց հին մարդի արմատներին։ Այդ մի կաթիլ ջրի պատճառով ելավ իր աղբոր գլուխը և նույնիսկ Հովհաննիսն էլ ասեց քո աչքին քեզ չերև եմ արած։ Տեսնում եք այդ մարդին ինչ օրի հասավ։ Սամսոնը մանուկ հասակից օծյալ էր։ Բայց տեսակ ինչ օրի հասավ։ Այդ օրի էլ հասնել են նավարացել է, որ այդ քերքին են ներել։ Հասնել են, չեն կարաչ հասնել։ Ես շատ բաներ եմ տեսես 52 տարի։ Եղբայր ունեինք, որ լավ քարոզիչ էր։ Աղոթում էր Սուրբ Հոգով մկրտում մարդիկ, բժշկություն էր անում դիվարների։ Բայց նա հեռացավ Տիրոջից և վիշապ օձը փաթաթավ դրա տան վրա և գլուխը դրեց դրա տան վրա և ավերակ սարքեցին անում։ Այդ մարդը երկար տարիներ եկեղեցի չհասկացավ իշխանը։ Դրանցից լավը չեն ոչես նորդում։ Աստված ուշադիր լսեք։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսը աշակերտների հետ երեք տարի աշխատեց, որ նրանց անհավատությունը բժշկի։ Տարբեր մեթոդներով, հրաշքներով էր անում և ասում էր անհավատ եք դուք, վախկոտներ, նավի մեջ քնած էր Հիսուս, փաթվել Հիսուսի ոտերին, Հիսուս որտեղ դեղը դուք եք այն, ինչ եմ մտածում։ Մերան, Հիսուս եք մերես։ Ինչա հոգը չի գոռում էին վրեն, Հիսուս հրաշքարեց, որ ասին այ էսո ա, որ ծովերը սրանք նազանում են։ Ասում են էսո ա։ Ասեց վախկոտներ, անհավատներ։ Իրանց հավատքի վրա աշխատեց Քրիստոս 3 տարի անհավատության վրա։ Հիմա Հիսուսը հարություն արել, տեսան, շոշափեցին ձեռները, հետերը հաց կերավ, ձուկ կերավ, բայց չհավատացին։ Վերջը 11-ի երևցավ, երբ սեղան նստած էին, երեսներին զարկա իրենց անհավատությունը, սրտերի կարծությունը, բանսի որոնք ինքը երեցավ նրան հարություն առած, իրենք չհավատացին։ Կարծում եք ստեղծես մարդ չկա, լիքն ատես մարդ։ Մարդը ունի մի բնություն, որ մարդի բնությունը գիշերցերեք աշխատում։ Պես ինչ աշխատում։ Ոնց աշխատումն է։ Արա Սիվանա, դու սրանից ճրապիկ ես, սրանից խելացի ես, հրտես ինչ փող աշխատում, դու չես վայլում ավելի փող աշխատում։ Քեզ հրուպա փողի հետևից վազես, բայց դու չես էլ հասկանում, ուր ես հետում։ Ինչքան եղբայրներ ուզում եք ասեմ անունները, անուններով էլ կարող ասեմ, բայց չեմ ուզում։ Դարելա սպասավոր, քարոզիչ, պատասխանատու, Սատանան անենց հաֆրացվել, որ փող հետև գնաց, ամեն ինչ կորցրեց։ Ամեն ինչ կորցրեց, տուներ կորցրեց, տերներ կորցրեց, սպասավորություն կորցրեց, ամեն ինչ կորցրեց։ Բայց մարդը հոյով դարվել, այս փող կերոքը գերավ։
Կերավ։ Եվ քիչ մարդկանց գլուխ չի կերել։ Շողունի գլուխ կերել, որին եք ուզում ասեմ։ Վահան Մարգարեի գլուխի կերավ, որին ասեմ։ Եվ մենք դրանցից լավը չենք։ Մինչև անհավատությունից չբժշկվես, դու հավատքի չես գա։ Ես մի կարդամ, ես ինչ-որ կարոզում ենք, ոչ մի ժուրնալի չենք սովորել, ոչ մի ժուրնալ մեզ չի սովորացել, ոչ էլ որևէ մարդ, Սուրբ Հոգին է սովորացել։ Տեսեք, ոնց է, ինչքան հզոր է այդ պիղծ անհավատությունը քանդել, նայեք, ինչպես խլելու պետք է խլցնի, հլցնելու, ավրելու, կորցնելու, չարիքը հասնելու համար անոնց վրա սկեցի, նաև շինելու, տնկելու համար անոնց վրա տեսքեն կսետերը։ 4 սատ քանդում է, 2 հատ շինում։ Շինել ավելի հեշտ է, քանց է քանդել։ Մարդի մեջ կա պիղծ բնություն, որ դու Աստված ես։ Բոլոր մարդիկ իրանց հոգում ուզում են Աստված։ Ես մի անգամ մի հատ քարոզի եղբոր հարցրեցի, ասի եղբայր ջան, հեչ աղոթել ես քո աստվածությունից ազատվես։ Ասեք, ի՞նչ բան ես ասում եղբայր։ Ինչ ասես, ես ինչ Աստված եմ ասում։ Ասի խաբար չես որ Աստված ես։ Էդ էլ չգիտես։ Էդ էլ չես հասկանում։ Աստվածը խաբար չի որ Աստված է։ Խաբար չի որ դες բնությունը, որ ինքը Աստված է։ Սարարել թույնի չնսես մեջ։ Այդ թույնը որի մեջ չկա։ Հիմի այդ թույնից ազատվել է քեզ նա հեշտ է։ Պողոս Սարաքյանը այդ թույնից ազատվելու համար տեսեք ինչ արել։ Ոնց ազատվել այդ մարդը։ Ասմա պատվիրանքը վրաս հասա, մեղքի բնությունը ողջուց նախ։ Ես մարդը հասկացա, որ ինքը մարմնավոր է։ Հասկացա, որ մարմնավոր է։ Մարմնավոր ինչ է նշանակում։ Սա Երեմիա Մարգարեության 31:25 է։ Երեմիա Մարգարեության մարմնավոր է։ Ինչ է մարմնավորությունը։ Քանզի մարմնավոր խորհուրդը Աստծո դեմ թշնամություն է։ Բանսի Աստծո ինչն է, մանավանդ չի կրնալ, բանսի մարմնավոր յուղները չեն կրնալ Աստծուն հաճո ըլան։ Գրեք Հռոմեացիս 8:7-ը։ Մարմնավորները։ Մեր այս քարոզների նպատակը սա է, ուշադրից։ Անհավատությունից բժշկվել Քրիստոս դառնալ հավատքը։ Մարդկային պիղծ արդարությունից ազատվել Քրիստոս դառնալ արդարություն։ Մանավորությունից ազատվել հոգևոր մարդ դառնալ։ Էս է մեր քարոզության երեկոյան նպատակը։ Եթե դու անհավատությունից չես բժշկվել, ես գիտեմ 40 տարվա դարձար անհավատություն չի բժշկվել։ Ինչքան մարդ ուզում եք ամներով է տա։ Իսկ մեռնելու ժամանակ չեն բժշկվում։ Հիմի նայեք, օրինակ բերեմ։ Մի հատ մարդ, Քրիստոնյա, շատ տարիներ առաջ, Հակոբ եղբոր ժամանակ, դուք եք որ եղել այդ ժամանակ, հիշեք։ Մի հատ հոգի, չեմ ուզում անգամ ասել տղա, թե կինա, թե աղջիկա, մի հոգի։ Հակոբ եղբոր այցելում է, ես էլ դա տղա եք անգամ դրին։ Հակոբ եղբայր խոսում էր հետը, զրուցում էր, եղբայր ջան, քուր ջան, հարազատ ջան, բանն ես խոսում անում, բան չունի, բան չունի, ուզենից ճանով, ուզենից պարթամ, զարովին մարսեր։ Արա 20 կիլո։ Ցավել էր,
ահավոր սարեր։ Անշմալով եղբոր խոստովան բան, որ պետք է կտրել իրան անգամ։ Դեղ ճեղբարը զանգեց Ուկրաինա, ասեց սենց բան եղել, ինչ անեմ այդ հոգում, ասին Աստված պարժել է ինչ, խոստովանեց նոր մեռավ։ Մի հատ քույրիկ, սավ եկեղեցին գիտեր, որ նա սուրբ էր։ Ես որտեղ որ հերեստունել հարամանում ուսանող էի, այդ մորս տարիքից մեծ կին էր։ Սավ գիտեն սուրբ է, ոչ մեկը չգիտեր նա սուրբ չի։ Սավ ավադասաները սավ գիտեր սուրբ է։ Որպես տարեցքի այցելեցի, չէր պերիդաչի վերջը, առա կնացի ասի, այցելեմ էլի։ Մի կետ տեսնեմ հետ տվեց սև ջուր եկա, տեղին ջուր եկա, հետ տվեց։ Ես ասեցի այնպես, ես սուրբ քույրիկը ինչ հայեսրամ։ Ուներ շատ առը աներ էր խոսում։ Ասի քույրիկ ջան, դերում առողջունը դավ չի հա։ Հա ասես պավիվ, ասես տվա ջան հա լավ չի, շատ պատեմ։ Ասի, կարողա խոստովանության կարիք ունես, դրա հապարության գագաթնակի դենայեք, բայց սա դիրեն սուրբ կանա։ Ասեց խել կրխին սպասավոր կա, որ կնան խոստովանը։ Ու լսեք ինչ է վերջ։ Ասի, Ես սպասավորի տեղ գիտեմ, մոտիկ ապոր գենամ վերը վերջ, համուզեցի գնացի բերեցի։ Խոստովանեց թե ինչ է, երկորիտո մերավ։ Բայց չգիրեմ որ գնաց, ես չգիրեմ, աստված։ Մի հատ էլ պատմուզլեք, իքան պատմելիս է տես։ Մի հատ մեծասակ քույրիկ կար։ Մազերը սիպտակ, զերացված, ամուսացած էլ չէր։ Մեկ-մեկ այցելում է հետ քույրիկի։ Մեծ հասակ քույրիկ էր, մորս տարիքից մեծ։ Իրա քրոջ երեխեք ինձ ասին, ավել եղբայր, խոսա, որ այդ շկավ գորգողը կա, գարդիրով ա շկավրես ինչը, մեջը փող ունի, ոսկի ունի, թող տա իր աղբոր երեխեքի։ Գնա խոսա էլի, ես էլ գնացի, պարզ հասի քույրիկ ջան, քո առողջականը լավ չի, դու կարող ա կենաս է։ Արի կողեր է դուր քո, ետ քույրիկ, ետ երեխեք քույրիկ, ասեց ավել եղբար, մեր մարդ չուզես, ասեց թու աղբոր երեխեքին տա։ Մենացի ասի քույրիկ ջան, դրանք կապված կարող ալնի քո սրտի հետ այդ հարությունները բաները, դուր քո աղբոր երեխեքին, ես է գիտեմ խեր կրխի եղբար ես, էլի մեռավ գնաց, խաբար չավիր գնաց։ Քանատ ուզբեք պատնել տենց։ Մի հատ ուրիշ քույրիկ էլի, որ սա գիտեր սուրբ էր, աչքը ռակ եղավ, ասեց դժող կեթան, հասիսե չեմ հաշտի, գնաց դժող, հասե չհաշտի։ Եվ սա մեր սուրբ կոչված քույրիկների մասն էր խոսում։ Այս երկար տարվա վատացյալ է։ Հավատքի չեն եկել, հավատքի չի բժշկել։ Ես իմ կյանքի մեջ ինքան ողբեր եմ արել։ Առաջի ողբ արել եմ, որ իմ մարդկային աշխարհիկ փառքից ազատվել։ Ողբով եմ ազատվել, հեշտ չեմ ազատվել։ Արցունել եմ թավի շատ։ Ես որ գնում էի գյուղ, գնում մեր չորերը, որպեսի ողբը չլսային, 2 տարի աշխիս արցունքը չի չորացել, որ ազատվեմ իմ փառքից։ Դրանց հետո հոգևոր փառք եկավ առաջ։ Արա որտեղ քարոզում են, մարդիկ մտածում են, մարդիկ բժշկում են, մի օր չի, երկու օր չի, անընդհատ։ Այս փառքս բարձրացավ, շատ բարձրացավ։ Ինչ ողբեր եմ արել, որ այդ փառքից եմ բարձրացել։ Քանդում Աստված։ Արցունք հապելով քանդում։
աղոտքը ես կկարծում եք չէ։ Պարծեցել եմ ինչ-որ բանով։ Ես նայում եմ ոչ մի վատ բան չեմ արել, այդ մարդին ոչ մի բան չեմ արել, բայց այդ մարդը ինձ վերջի խոսքեր ասեց։ Ես այնպես էի հուսատվել ողբալուց, ուզում էի փախնել Հայաստանից, գնայի մի հատ հանցագործ էի քարոզել 20 տարվա բան նստածել աստղան, Ղափանի կողմերը, այնտեղ մի գյուղում անասուններ պահում, ավազակ մեկն էր, ապաշխարեց, կոչրով եւ իր անասուններ որ կողցան, ասեց սա Զանգեզուրի կողը ես եմ եղել, 7 հատ անասուն են կողցել, ուրախ ասում Սուրբ Հոգին իշխան է չէ։ Այդ գոմի մեջ ես իրան հաղորդում եմ, որ ջրով եմ գտեցինք, այդ եղբորը ուզում եմ փախնեմ գնամ այն տառապանքներից, որ մարդիկ չիմանան ես ունեմ, ինչ ողբեր եմ արել։ Աստված ասես դու որ այդ բանով պարծեցել ես, այդ բանը պետք է պղծել։ Այդ պղծեց Աստված։ Այդ տառապանքը պետք է ապրենք մենք։ Այդ ողբերը պետք է ապրենք։ Եվ ես եկել եմ են գիտակցյան, իմը հասել եմ են գիտակցյան։ Որ ապրել չեմ ուզում, ինչ անշանում ապրել չեմ ուզում։ Բացարձակ ինձի չի տակրում ես կյանքը ապրել, բացարձակ։ Ասում եմ խաչին ես, ամենս մահացվին, որ մինակ դու ապրես իմ մեջ, ես ապրել չեմ ուզում։ Ասել եմ ես գիտակցյան, որ ապրել չեմ ուզում։ Ուզում եմ դու ապրես իմ մեջ, ես որ ապրեցի, ես շահություն կանեմ քեզ, ես մանրավոր մարդ եմ։ Պետք է բացել Աստված, այդ ողբերի միջոցով։ Եղբայրներ կներ։ Բերեմ Սուրբ Հոգից օրինակ։ Հիշում եք Հակոբին։ Աղբորը խապեց, ապուրը տվեց, անրանգություն ձերեց առավ, հորը խապեց, օրհնություն առավ, գնաց Լաբանի մոտ աշխատելու, Լաբանի աղջկա վրա, սիրաղավ Ռաքելի վրա, 14 տարի չարչարվավ ձրի, որ Ռաքելին առել, այսինքն ես իր սիրածը այնքան ուժեղ է, որ Աստծուց թանկ էր։ Բայց խեղճ Հակոբը չգիտե, որ նա կռապաշտ մեկն է, որ կուրքերը կործա, որ կուրքերը ոչ ուտելիք են, ոչ հագնելիք են, ումս պաշտոնում է կործա։ Եվ խեղճ Հակոբը Լիային դրել է առաջ, որ Եսավը սպանի, Ռաքելին առնի փախնի, կռապաշտ։ Ջայել բերավ։ Այդ սերը, որ Ռաքելի վեր կսեց Հոսեփի վրա, կսեց թե չկսեց։ Եվ ամենասիրուն գունեզգուն պատմուճանը գործեց, հագցեց իր տնան։ Ես խեղճ մարդը չգիտե, որ այդ պատմուճանը այրան մեջ շահված դիպերեն տնեն իր տենը։ Այդ մարդկային արդարություն հագցեց իր տղուն, իր տղուց էլ այդ պատմուճանը հանին, կցին փոսը, որ մորթեն սպանեն։ Սուրբ գիրքը գրված է, որ եթե դու ինձի պաշտես, քո հասն ու ջուրը պիտի օրհնեմ։ Գրված է գիրքը, կարծամ լսեք։ Քո հասն ու ջուրը պիտի օրհնեմ։ Նայեք գրված է։ Եվ ձեր Աստված պաշտեք, ինքը ձեր հաց ու ջուրը պիտի օրհներ, ձեր մեջ են հիվանդությունը պիտի վերցնի։ Հակոբի հաց ու ջուրը խի օրհնված չէր, պաշտում էր Աստծուն։ Սա գրված է Ելից 23:25։ Ելից ինչու չէր օրհնված նրա հաց ու ջուրը, ջուր կար, բայց հաց չկար։
Լսում է Եգիպտոսում հասկա։ Երեխեքի գրգումա, որ ետան հասկա։ Հետո Հովսեփը ճանաչում աղբերներին, բայց իրենք չեն ճանաչում։ Ասում ակետակ ձեր աղբորը, եթե բերեցի, իներես եք տեսնեք, չբերեցիք չեք դենա։ Հիշում եք, չէ՞ք։ Հիմա երեխեքն ասում են, որ եթե չտաս տանենք Բենյամինին, մենք չենք վերադառնալ։ Իմի լսեք։ Հակոբի պատասխանը Անոր եղբայրը մեռած է, անիկա մենակ մնացած, եթե ձեր երթալու ճամփներ անոր փորձանքը պատերլա, ին ճերմակ ազերես, տրտնությունով գերեզման պիտի իջնեն։ Տրտնությունով, որ գերեզման իջնեն, երկինք են եթում դե դժվար։ Մարմնավոր վիճակ ասած։ Ասմա սովը սասկանում է, բայց ես մարդը խելքի չի գալիս դեր։ Ճիշտ է Հակոբն է, մարմնավոր բնությունը և արտարիշն է։ Տեսնում եք, այդքան հեշտ չի քանդվելը։ Քո կյանքում էլ դիսան կլինի, եթե անկեղծ մարդ ես։ Եթե կեղծավոր ես, ոչի բան չի։ Այդպես Կիկոս է կմնաց, մինչև մի կեր հրգվես, թե չհրգվես։ Ես լուրջ եմ ասում։ Ես իշքան ոգիներ ասացի։ 40 տարվա քարոզիչ եղբայրը մեռնելուց կնգահետ չէ երեխի հետ աշխի։ Մեռնելուց 50-73 տարեկան մարդ։ Գնացել եմ իրան այցելությամբ, չէր կարող քերար, այցելեցի եղբայրան, վերջը։ Ասա հասած իրան ես, մեծ մարդ ես, ինչ հարցերում ես, հաշտվի սավ հետ, ասում ես եք իդեմ խելքակի եղբայր ես։ Շատ եմ լսել ձեզ բաներ եղբայր երկրի։ Ողբարի։ Եվ հիմա տեսեք, սովը սաստկանում է։ Տղաներից մեկն ասում է, հուդան կարծեմ ասում է, հայրիկ, դրել ես մերնելում, Բենյամին էլ մենք էլ հետնել է։ Սովը սաստկացել է գրազը, սովը սաստվածավ երկրի մեջ։ Եվա որ Եգիպտոսը բերած պաշարն էր երան հացին, հայրերն սավանից։ Գացեք նորեն մեզի քիչ ուտելիք ծախարեք։ Եվ հուդան զրուցեց անորսելով, այն մարդը մեզի հաստատ բկայություն խոսեցավ, եթե ձեր եղբայր ձեզ էլ չլա, իմ երեսը պիտի չտեսնենք։ Եթե մեր եղբայրը մեզ հետ հրկես կիշնենք ու քեզի ուտելիք ծախուկ առնենք, բայց եթե չհրկես չենք իշնել, վանզայն մարդը սավ մեզի, եթե ձեր եղբայր ձեզ հետ չլա, իմ երեսը չտեսնենք։ Իսրայելը սա, ինչու համար չարություն ունի ինձի, այն մարդուն իմասներով, թե ուրիշ եղբայր ունի, և անոնցի այն մարդը մեզի համար վերջ է, բարգանում է, գղայնանում է, ինչու ասի, այն մարդի մի ասել են, և ընդեղ էլ ինչ էին ասում, ես չար տաները, մենք դրտեսներ չենք, մենք ուղիղ մարդ ենք, անամոտ ուղիղ մարդ ենք։ Անհավատություն տեսնում եք ինչ անում մարդի գլոխը, վերջում եք ինչ են արեն, մեր հերը մերել է, ասում այդ հանք Հովսեփից ներողություն խնդրենք, որ ես բան արել ենք իր գլոխը, ասում նա ող պահած կլինի։ Գալիս է ներողություն խնդրում են, Հովսեփը լացում է, որ աղբերներ անավատ են, ասված ես կկերակր են, խաղցությամբ խոսում է և չեմ զրգի ձեզ, եղբարներ կուներ, սուր սիրտ ունեցող մարուշ, այդ տարապանքի ճանապար անցավ առողջ հավատքը երկնքի նմանա, աստու նմանա, այդ հավատքի առաջնորդն ու կատարողը Իսուս, հարավոր եկում։ Եթե այսօր շատ խուրեր եղբարներ այս ճանապարհի մեջ են, մի վախեցրեք, հարց եմ տալիս ես։ Հոբը, այդ տարապանքի մեջ, ես մարդի հավատքը, տեսեք ինչքան հզոր էր։
Այս մարդը Տառապանքը շատ ահավոր էր, շատ ահավոր էր, բացատրել վերնով հնարավոր չի, լեզվով բացատրել չեն կարող մտնենք իր հոգու աշխարհը բացատրենք, բայց այս մարդի մեջ Աստծո խոսք կար, բայց տակավին այս մխիթարություն պիտի ունենան, անվողոն ցավի մեջ պիտի ուրախանան, որ Սուրբի խոսքերը չուրացան, իր հավատքը Աստծո խոսքի վրա է։ Դրա համար Պողոսը, որ քարոզում է ժողովրդին, ասում է ժողովուրդ ջան, ձեզ չեմ հանձնում առաքյալներին հորին, ձեզ հանձնում եմ Աստծու նրա շնորհած խոսքերի, որ կարող է շինելու բոլոր սրբվածների ժառանգությունը։ Ձեզ հանձնում եմ Գործ առաքելոց 20 գլուխ 32 խոսք։ Եղբայրներ քույրեր, այս ճանապարհը, այս տառապանքը ապրել ենք։ Եվ նայեք, այս տառապանք ապրող մարդը ինքը պիտի սենց աղոտ կանի, օր սենց աղոտ կանում, նա հասնում այն նպատակին, որի որ Աստված է։ Սպասելով սպասեցի Տիրոջը։ Այսինքն մարդը հասկանում է, այս բոլոր դժվարություններից ազատողը նա է։ Դրա համար այդ մարդը ում է սպասում, Աստծուն է սպասում, մարդի չի սպասում։ Իմ մեջ եղել է դեպքեր, որ մի հատ եղբոր վրա շատ վստահություն եմ ունեցել ու շատ է սիրել եմ այդ եղբորը։ Բայց այդ եղբայրը մի օր ընենց թիկունքիցս սուր մտցրեց մեջքես։ Ես խախտվա։ Ինչքան ողբեր եմ արել, որ խախտվածությունը դզվեմ։ Ասեց սա նրանից է, որ դու նրան քո սրտում տեղ ես տվել։ Քո սրտում միայն ես տեղ եմ տեղ ես տվել։ Այսօր ձեր սրտերում այնքան մարդիկ կան։ Կարող է քո թորն ասեն, բայ կյանք ես։ Այո, նա քո կյանքն է, Աստված քո կյանքը չի։ Դու արդեն հիվանդ ես վաղուց։ Կամ մարդ իրականոջը կարող ասի, ինչ-որ սիրացի ասում։ Մարդին է, սաղել մարդին։ Սպասելով սպասեցի Տիրոջը։ Եսի գիտեք, որ մարդն է։ Եսի ամեն մարդ չի, որ սպասում է Տիրոջը։ Մեկի ճաղոտում տենում չի ստացում ու չի աղապի։ Եսի են մարդն է, որ հոբի նման ասում է։ Հոբի նման ասում է։ Երանի գտնեի նրան, մինչև նրա աթոռը կեթայի։ Ինքը չի լացում, որ բժշկի, չի լացում, որ երեխեքը չի կանում, չի ողքում, ասում է երանի գտնեի նրան, մինչև նրա աթոռը կեթայի։ Երանի կարող լայի գտնել զանիկան, մինչև ամուր աթոռը կեթայի։ Եվ այս մարդը հովն է։ Հով ասում է դունձի սպանես, ես քեզ եմ լուսված։ Այս մարդի աղոթքը կլսի Աստված։ Եվ Հոբի 23-ի 3-ը և 13-ի 15-ը 13-ի 15-ը Թևանիկան զիսպան է, ես անոր պիտի լուսամ։ Այս մարդը աղոթեց Աստծուն և գտավ Աստծուն, տեսավ Աստծուն, ասեց ականջելերով լսել է իրան, բայց հիմա աչքերս են տեսնում իրան, անձս առհամարում եմ հողի մոխրա զղջում եմ, որտեղ մի ժամանակ իր անձը չէր առհամարում։ Աստված այդ տառապած վիճակի մեջ մարդկանց ասեց գնացեք ծաղրեք Հոբին, հիվանդ ապի ծաղրեք Հոբին, եթե որ նայում ես խղճալ Աստված չի խղճում, ասմա գնացեք ծաղրեք, և ասմա ովքեր են ծաղրում ուզի, 30 գրքի առաջի խոսն է գրած, ովքեր են ծաղրում, որոնց հայրերին շների հետ տնել չէի ուզում, որդիներն են ծաղրում, որ իմանա ում առամարել,
որ զղջայինք, խոստովանինք, և աչքերը տեսում անձարամարում հողը 140 տարի օգնություն բայրեց ես մարդը։ Քանդեց նրա հավատությունը, լրիվ քանդեց, մի բան չմնաց, Աստված, եթե քո հավատությունը չքանդես, դու հավատքի չես գալ։ Այսօր որ քեզ տխրեցնում են, հասարակում են տարբեր հիվանդությունով, դժվարությունով, պրոբլեմներով, դրանք բոլորը քանդող միջոցներ են։ Բայց դու ասում ես, ինչի է լավ, ինչի ես կամ ես սուրբ էի, ես լավ էի, ես բարի էի, ես ողորմած էի գտածով, դու ոչ մի բաներ չես։ Դու մոռանում ես, որ դու անպետք մարդ ես։ Ես շատերը մոռանում են, որ անպետք են։ Մոռանում են, որ անպետք են։ Տեսեք ինչ է։ Նույնպես դուք բոլոր ձեզի հրամայված բաներ ենեք, սեք թե մենք անպիտան ծառաներ ենք, քազան պարտական ենք ելորվինք։ Ես որ պիտի բարձանամ քարոզելու, ընդեղ լացով խոստովանում եմ ասել, ես անպետ մարդ եմ։ Քարոզելու վաղտել եմ հոգով խոստովանում, վերջացնել եմ խոստովանում, որ անպետ մարդ եմ։ Եսի որ մի քանի օրություն ասես, հասկանաց որ անպետ ես։ Այս որ չես անում, չես խոստովանում, դες մենես դու անպետ չես, դու կարգի մարդ ես։ Դες ես։ Մեկ հատ բարություն ես անում, մեկ հատ եսին ինչ ես անում, եսին ինչ ես անում, այս մարդին ես արեն, արդեն դու կարգի մարդ ես, դու անպետ չես։ Այնքան դի խոստանաց, որ դու հասկանաս անպետների թագավորն ես։ Իսկ ամեն մարդ չի խոստովանում։ Չի խոստովանում։ Երբ որ մի բան հրամայեմ արեք, խոստովանեք, որ անպետք է։ Որ հարցնեմ քանի ոք են անպետք խոստովանում առօրյա դեպքում, երևի 10 հոգի ձեր չբարձրացնեմ։ Ես խորը գիտեմ դա։ Եղել է փորձել եմ ասեմ, նա ձեր ասեմ։ Ամբողջ ձեզ մեծ պաշտամունքի մեջ մի 5 հոգի նստած 2 հոգի ձեր բարձրացրել։ Հազար չեմ խոստանում, որովհետև մենք կատարել ենք։ Մենք պետք է նենց քանդվենք, որ հասկանանք աշխարհի ամենաանպետ մարդն է։ Այսինքն քանդի Աստված։ Քանի չի քանդել եսի, եսի չենք հասկացել։ Մեր հավատքը չի կարուսել։ Հավատքը չի կարուսել։ Սա հասկացողություն չի, սա կյանքա որ դե ապրես։ Ես ապրելով ենք ես հասկացողությունը ձեռք բերել։ Ես ողբերի ճանապարհ, որտեղ երկրում գրած է արդյունքով ցանողը ծնծության ծնծում։ Իմ ծնողները ինձ 20 տարի հալածել են։ Այնպիսի բաներ եմ տեսել, որ չեմ ուզում ասել։ Բայց երբ որ հերումելիս ապաշխարեցի ջրով դրտման հոգում 20 տարի շաբաթ երկրորդ սոների արդյունքների մեջ եմ։ Եղբայրներ գրեց, ով որ արդյունք է թափում, ինչ է դա թափում են, ինչի չի թափում, ինչքան մեղքի երիզներ եղբայրներ կունեն, ով նրա համար արդյունք է թափում, ինչքան հարազատներ ունենք անապաշկար, ով դի արդյունք թափում, ով դի ողբաներ ինձ համար, ինչքան եղբայրներ կան ընկած վիճակի մեջ, ով դի ողբաներ ինձ համար, Հարաբակ նորով դի ողբան։ Ես Ադրբեջանը, որ թուրքերը սենց պատժան ես տղրամանքի մեջ։ Գիտեք ընդեղ ինչ է կատարվել, չգիտեմ դեղալ եք թե չէ, մի հատ երեխա, չգիտեմ քանի տարեկան։ 5 տարեկան։ Հանում են պլատակից, ինչ անում են ոչ ուտում, ոչ խմում։ Ասում է, խիչ է ժում, ասում է, մի հաստատակ շոյով մարդ կար։ Եկավ ուզին կերակրեց, գրգեց, պահեց, իչեր իվա։ Դա Իսուսն է, փառք իրան։ Մեր Աստված, բոլորի համար մտածում, բոլորի համար մորթել, մինակ մեր համար չի մորթել։ Նա բոլորի համար այլում է թափել։ Եթե մենք արցում թափում, նրա սուրբ ոտեր, նրա համբյուրը նրա ոտքերը, նա արշանում է դրա։ Մենք հավատքը այս ճանապարհով ենք սովորում։ Եվ ես
Հիմա տեսեք իմ հավատքը ինչպես է կառուցվել Աստծո խոսքի վրա։ Երկրագնդի վրա ոչ մի մարդիկ չեն հավատում, որ ինձ չհավատանում դի հավատանում։ Գիտեմ, բոլոր մարդիկ սուտ են, Աստված ճշմարիտ։ Դες գրված է։ Եվ սուտության մայրաքաղաքն մի նայեք։ Աստծո խոսքին ոնց եմ հավատում ես։ Ինչքան քարոզիչներ կան, ինչքան հոգևոր գրականություն կա, չեմ աշխարհի երկերը ներված դեպքեր, նամասին չեմ խոսում։ Ինչքան գրականություն կա, ինչքան քարոզներ կան, ինչքան բաներ կան։ Սուրբ գրքի էշ բառեր չեմ խոսում, որտեղ սա Սուրբ Հոգով արծված։ Իսկ նացած գրքերը հոգովից վայրեն։ Որտեղ էշ բառը, որ գրված է այս գրքի մեջ, նրա մեջ Աստծո շունչ կա, Սուրբ Հոգու շունչ կա, Սուրբ Հոգու կյանք կա, հարավորվի նրա անունը։ Հարավորեք նրա խոսքը, նրա խոսքը հարավորեք, որ նրա խոսքը կենդանի է, նրա խոսքի մեջ հոգի կա, կյանք կա, ամեն ինչ կա, համար անվողոն ցավի մեջ, հոմն ասում, պիտի մխիթարվեն ուրախանան, խոսքի մեջ կյանք է տենում, մխիթարություն է տենում, հոգու ուրախություն է տենում, երան մեր հոգու բացվի դա, որ մեր հավատքը աճի, կառուցվի։ Նայեք, այն ստրուկները, որոնք ստրուկ էին Եգիպտոսում, որ սաղոր քերպիչ էին սարքում, տանջվում, նրանք տրտնջացին, մնացին հետ, կորսվան, մեռան։ Բայց տեսեք ուշադիր, Մովսեսը թագավոր մարդ էր, Փարավոնին հավասար մարդ էր, եւ այդ կրթությունով զարգացած էր։ Տեսեք ինչ ասում ես, ինչ ասում ես մարդը։ Եվ որ հավատքս մեծացավ, հավատք աճելու հատկությունն է։ Ավելի մեծ հարստություն սեպեցի Քրիստոսի նախատինքը, քան Եգիպտոսի գանձերը։ Նախատինքի մեջ կյանք էր տենում, օրհնություն էր տենում, զորություն էր տենում, սրբություն էր տենում, հավիտենություն էր տենում, հավիտենություն էր բացվում վրա։ Եվ ասում է, անտեսանելին եմ տեսնում, դրա համար Եգիպտոսը թողեց։ Փարավոնին հավասար մարդը գնաց 40 տարի չոբանություն արեց, ցրտի, կանոն, թագավորական պալատը դիչավ, չոբանություն արեց 40 տարի, որ դառնա աշխարհի հեզ մարդը եւ Աստված նրանով գործի այդ ժողովրդին հարավի գծից հարի։ Բայց այդ ժողովուրդը շատերը չհասկացան։ Չհասկացան։ Այս մարդը Փարավոնի աղջկա տղան էր։ Իսկ ոնց եկել է Փարավոնի դեմ աղջկան խոսում ասած էր։ Ով էր տվել հավատքը նրան։ Ճանապարհ էր անցկացրել, արդյունքի ճանապարհ էր անցկացրել, որպես այս մարդը հոգևոր մարդ է։ Հասկանում եք սիրելի։ Սա պետք է հասկանալ։ Այս մասին շարունակությունը կամեն վաղը, պետք է կանենք առողջի։ Եթե որևէ բանի մեջ դժվարություն կա քո կյանքում, Աստված այդ դժվարությունը թողել է, որ կոտրի քեզ, փշտի քեզ, քո հույսը ինչպես եղբայրը քարոզեց, կտրվի ամեն ինչից։ Աստված ում է զորացնում, ում է զորացնում ուժերը, նայեք ումն է զորացնում, նայեք ինչ է գրած։ Եթե այս բանը գրած է, դե Աստված անի դա։ Ումն է զորացնում Աստված։ Անիկա հոգնածին ուժ տվողը կարողություն չունեցողին շատ զորություն հասցնող։ Երեք, Եսայի 40:29 ասին, քո հույսը, կարողությունը բոլոր տեղերից կտրվում է, բոլոր տեղերից կտրվում է։ Ով Երեմիա 3-րդ գլուխներ կարդացեք ընդեղ գրած է։ Օշիդրով դիմացրեց։ Ամեն ինչից զրկեց զորությունից բոժին, որպեսզի նրա հոգին զորացնի, նրա հոգին լեցնի, էշ ճանապարհը դիտանի ուզում քեզ, որ մենք մարդ դառնանք հոգևոր։
Եղավ սիրելիներ, հարթանք արժի հարթանք, ապերացիա, որ սկսում անա, լավ է սկսում, հնենց ան, ինչի մարա ուզում առողջ հավատ, որ դու մի գրամ հավատ չունենաս հին մարդի վրա, այդ հավատքը մերցնում, տես ոնց մերցեց Պողոսի վրա, Պողոսի ինչ ասում, ինչ խղճալին մարդ եմ, ով կազատի ես մահվան մարմնից, իրա ներսը տեսնում է մահնա թագավորում, և ինք աշխարհի ամենակ խղճալինը, անզորը, դրամարություն կյանքի հոգին օրենք զիս ազատեց մեր կյանքի, եղավ սիրելի, ասմա աղակեց և լսեց, ինչ արեց, այս տղմալից կամից ազատեց և մեղքի փոսից ազատեց, ազատում է իսկական, ոտքերս ամրացուց վեմի վրա հաստատեց, բերանս նրան նոր ես էցի ապրել եմ ես ամրել, և ներսը դեզ երկը հնչեց, արեգակից ծակումից առաջ, Քրիստոս արեգակը իմ հետ ծակեց, հարավոր մի նրան ունը, հարավոր եք Իսուսին, աղոտ եմ սիրել,